Որոշ բաներ, որոնք ես պատրաստում եմ կիսվել ձեզ հետ, ուզում եմ, որ հիշեք երկար ժամանակ, որովհետև այն գաղափարները, որոնք ես ուզում եմ փոխանցել ձեզ, կտրուկ ազդեցին իմ կյանքի վրա։ Այն մարդը, ով կիսվեց ինձ հետ այս գաղափարներով, որոնք փոխեցին իմ կյանքը։ Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ այդ հիմնական թեմաներից 3-ով։ Երբ ես հանդիպեցի նրան, ես 25 տարեկան էի, եւ երբ առաջին անգամ ծանոթացա նրա հետ, ես շատ արդարացումներ էի օգտագործում, թե ինչու ես լավ չեմ աշխատում։ Եվ նա ասաց. «Լավ, պատմի ինձ մի քիչ քո մասին»։ Եվ ես պատմեցի նրան. «Գիտես, ես հետ էի ընկել իմ հաշիվներից, գրպանումս կոպեկներ էին, բանկում ոչինչ չկար, ես ամաչում էի ընտանիքից տված մեծ խոստումներից, որոնց չէի կարողանում հետևել»։ Եվ հետո նա համբերանալով ասաց. «Հետևել»։ Եվ հետո նա տվեց ինձ մեկ պարզ փոքրիկ արտահայտություն, որը իսկապես հավերժ փոխեց իմ կյանքը։ Ահա թե ինչ ասաց նա. «Եթե ուզում ես, որ ապագան փոխվի քեզ համար, դու պետք է փոխվես»։ Եվ նա ասաց. «Եթե դու չփոխվես, հաջորդ 6 տարիները քո կյանքում պարզապես նույնը կլինեն, ինչ նախորդ 6-ը։ Դեռ հետ կլինես հաշիվներից, դեռ հետ կլինես խոստումներից»։ Բայց հետո նա տվեց դա ինձ խոստման ձևով, երբ ես 25 տարեկան էի։ Ես հիշել եմ դա այս բոլոր տարիներին, կաշխատի նաև ձեզ համար։ Այնպես որ ուշադիր լսեք սա։ Իմ ուսուցիչն ասաց ինձ. «Եթե դու փոխվես, ամեն ինչ կփոխվի քեզ համար։ Եթե դու ավելի լավը դառնաս, ամեն ինչ ավելի լավը կդառնա քեզ համար»։ Ինչ հստակ ուղերձ էր դա ինձ համար։ Նա ասաց. «Եթե փոխես քո փիլիսոփայությունը, կփոխես քո սովորությունները։ Եթե հղկես քո մտածելակերպը, եթե ընդունես որոշ նոր կարգապահություններ, եթե շրջես այն անկյունը, որտեղ եղել ես անցյալում», նա ասաց, «շատ հետաքրքիր բաներ կպատահեն քեզ հետ, եթե դու փոխվես»։ Մինչև նրան հանդիպելը, ես սովոր էի մատներս խաչելիվ ասել. «Հուսով եմ, որ նրանք կփոխվեն»։ Ես հույս ունեի, որ կառավարությունը կփոխվի, հարկային համակարգը կփոխվի, իմ ղեկավարը կփոխվի եւ ավելի շատ փող կվճարի ինձ։ Ես հույս ունեի, որ տնտեսությունը կփոխվի, գները կիջնեն, եւ ես հույս ունեի, որ հանգամանքները կլավանան։ Եվ հետո ես հայտնաբերեցի իմ ուսուցչից, որ այդ բաները շարունակելու են նույնը մնալ։ Իրականում, այն ամենը, ինչ պատահում է մեզ հետ, մի տեսակ հողմ է, որ փչում է, եւ հողմը փչում է բոլորիս վրա։ Բայց եթե պարզապես թողնես, որ հողմը փչի, ես ասում եմ քեզ, այն քեզ չի տանի այնտեղ, որտեղ ուզում ես գնալ։ Մենք բոլորս պետք է օգտագործենք այս հողմը, որպեսզի այն մեզ տանի դեպի մեր երազանքները, դեպի այն արժեքները, որոնք ուզում ենք, դեպի փողը, եկամուտը, որ ուզում ենք, եւ դեպի այն ամենը, ինչ ուզում ենք, որ մեր կյանքն ունենա։ Եթե դու ավելի լավը դառնաս, ամեն ինչ ավելի լավը կդառնա քեզ համար։ Ինչ հստակ ուղերձ էր դա ինձ համար։ Նա ասաց. «Եթե փոխես քո փիլիսոփայությունը, կփոխես քո սովորությունները։ Եթե հղկես քո մտածելակերպը, եթե ընդունես որոշ նոր կարգապահություններ, եթե շրջես այն անկյունը, որտեղ եղել ես անցյալում», նա ասաց, «շատ հետաքրքիր բաներ կպատահեն քեզ հետ, եթե դու փոխվես»։ Մինչև նրան հանդիպելը, ես սովոր էի մատներս խաչելիվ ասել. «Հուսով եմ, որ նրանք կփոխվեն»։ Ես հույս ունեի, որ կառավարությունը կփոխվի, հարկային համակարգը կփոխվի, իմ ղեկավարը կփոխվի եւ ավելի շատ փող կվճարի ինձ։ Ես հույս ունեի, որ տնտեսությունը կփոխվի, գները կիջնեն, եւ ես հույս ունեի, որ հանգամանքները կլավանան։ Եվ հետո ես հայտնաբերեցի իմ ուսուցչից, որ այդ բաները շարունակելու են նույնը մնալ։ Իրականում, այն ամենը, ինչ պատահում է մեզ հետ, մի տեսակ հողմ է, որ փչում է, եւ հողմը փչում է բոլորիս վրա։ Բայց եթե պարզապես թողնես, որ հողմը փչի, ես ասում եմ քեզ, այն քեզ չի տանի այնտեղ, որտեղ ուզում ես գնալ։ Մենք բոլորս պետք է օգտագործենք այս հողմը, որպեսզի այն մեզ տանի դեպի մեր երազանքները, դեպի այն արժեքները, որոնք ուզում ենք, դեպի փողը, եկամուտը, որ ուզում ենք, եւ դեպի այն ամենը, ինչ ուզում ենք, որ մեր կյանքն ունենա։ Եվ իսկապես, նրա խոստումը իրականություն դարձավ։ Իմ տնտեսական կյանքի առաջին 6 տարիները ես ավարտեցի կոտրված, գրպանումս կոպեկներ, բանկում ոչինչ, խոստումներից հետ ընկած։ Իմ տնտեսական կյանքի երկրորդ 6 տարիները ես ավարտեցի հարուստ։ Բայց հետաքրքիր է, որ երկրորդ 6 տարիներին կառավարությունը մոտավորապես նույնն էր, տնտեսությունը մոտավորապես նույնը, ընկերությունները նույնը, վճարները նույնը, հանգամանքները շուրջս նույնը, իմ բացասական հարազատները նույնը, բայց ես այլևս նույնը չէի։ Ահա թե ինչպես փոխվեց իմ կյանքը, եւ ահա թե ինչպես սկսեցին գործերը աշխատել ինձ համար, փոխելով հենց ինձ։ Այսպիսով սա էի ուզում կիսվել ձեզ հետ սկզբից։ Այն, ինչ իմ ուսուցիչը կիսեց ինձ հետ, որ եթե ուզում եմ, որ իմ կյանքը փոխվի, հենց սա է, ինչ պետք է անեմ։ Եվ նա բաժանեց դա 3 թեմայի։ Առաջինը անձնական զարգացում, երկրորդը նպատակներ դնել, երրորդը ինչպես դառնալ ֆինանսապես անկախ։ Անձնական զարգացումը նկարագրելու համար նա սկսեց փողից։ Դա լավ դաս է տնտեսության մասին։ Այն շատ պարզ է։ Մենք վարձատրվում ենք շուկան բերած արժեքի համար։ Այսքան պարզ,
Մենք վարձատրվում ենք արժեքի համար, ոչ թե ժամանակի։ Եթե ժամանակի համար վարձատրվեինք, կարող էիր պարզապես տանը մնալ եւ փող ստանալ, բայց ոչ։ Մենք վարձատրվում ենք արժեքի համար։ Հիմա, քանի որ դա ճիշտ է, ահա հիմնական հարցը։ Հնարավոր է 2 անգամ ավելի արժեքավոր դառնալ շուկայի համար եւ 2 անգամ ավելի շատ փող աշխատել նույն ժամանակում։ Այո, 3 անգամ, 5 անգամ, 10 անգամ։ Իհարկե, մենք պետք է ընդգծենք շուկայի առջև, որ այս մարդը կարող է շատ արժեքավոր լինել որպես եղբայր, ընտանիքի անդամ, եկեղեցու անդամ, քաղաքացի, Աստծո առջև, բայց եթե շուկայի համար արժեքավոր չես, շատ փող չես ստանա։ Նա ասաց ինձ. տնտեսական սանդղակով բարձրանալու համար պարզապես ավելի շատ աշխատիր ինքդ քեզ վրա, քան աշխատանքիդ վրա։ Երբ լսեցի դա, ամեն ինչ իմաստ ստացավ։ Ես հույս ունեի, որ ամեն ինչ կփոխվի շուրջս, բայց երբ սկսեցի աշխատել ինձ վրա, հմտությունների, լեզվի, կարողության վրա, ես դարձա ավելի գրավիչ շուկայի համար։ Եվ ահա նա ասաց. մենք չպետք է փոխենք այն, ինչ կա դրսում, դա հողմ է։ Մենք պետք է փոխենք այն, ինչ կա մեր ներսում։ Անձնական զարգացման համար կան մի քանի ճանապարհներ։ Առաջինը՝ սովորել անձնական փորձից։ Պարզ է, սովորիր քո սխալներից։ Վերադարձիր վերջին մի քանի ամիսներին, արդյոք սխալներ ես արել։ Ինչպես ուղղել դրանք ապագայի համար։ Վերադարձիր վերջին տարվան, արդյոք ճիշտ ես արել թե սխալ։ Ուղղիր դա հաջորդ տարվա համար։ Սովորիր անձնական փորձից։ Երկրորդը՝ սովորիր ուրիշների փորձից։ Դա այն է, թե ինչու ես եկել այստեղ, լսելու այս հոլովակը։ Ուրիշ մարդիկ են, քո ուսուցիչը, ընկերները, գործընկերները, մարդիկ, որոնց հանդիպում ես, ովքեր կարող են կիսվել իրենց փորձով, սխալներով, ինչպես ուղղել դրանք, ինչպես փոխել առողջությունը, բանկային հաշիվը, եկամուտը, ապագան։ Կան 2 տեսակի մարդիկ, որոնցից պետք է սովորել՝ ձախողվածներից եւ հաջողածներից։ Ցավալի է, որ ձախողվածները սեմինարներ չեն անցկացնում, դա շատ արժեքավոր կլիներ, որ պատմեին, թե ինչպես կորցրին ամեն ինչ, առողջությունը, ընկերությունները։ Բայց նաև պետք է սովորել դրական մարդկանցից, ովքեր հաջողել են, նրանք առողջ են, հարցրու, ինչպես դարձար այդքան առողջ։ Հմտություններ ունեն, հարցրու, ինչպես դարձար այդքան հմուտ։ Եկամուտ ունեն, հարցրու, ինչպես հասար այստեղ այդքան կարճ ժամանակում։ Անձնական զարգացման մեջ ուրիշներից սովորելու եղանակներից առաջինն է դիտարկումը։ Դիտում ես հաջողակ մարդկանց, սպորտում, բիզնեսում, նրանց կարգապահությունները։ Երկրորդը՝ լսելով։ Լսիր դասախոսություններ, հոլովակներ, մեքենայի մեջ, դարձրու մեքենա դասասենյակ, լսիր կիրակի օրը քարոզներ, լսիր ուսուցչին, ով լավ բան ունի ասելու։ Երրորդը՝ կարդալ գրքեր։ Բոլոր գրքերը, որ կարող ես կարդալ կյանքիդ ընթացքում։ Ես ունեմ լավ գրադարան։ Ամեն ինչ չեմ կարդացել, բայց ավելի խելացի եմ զգում, երբ մտնում եմ այնտեղ։ Գոնե խելացի եմ եղել դրան գնելու համար։ Հիմա պետք է ավելի խելացի լինեմ դրանք կարդալու եւ կիրառելու համար։ Որոշ գրքեր, որոնք փոխեցին իմ կյանքը, Նապոլեոն Հիլի «Մտածիր եւ հարստացիր» գիրքը, Ջորջ Քլեյսոնի «Բաբելոնի ամենահարուստ մարդը»։ Այս գիրքը օգնեց ինձ ֆինանսապես անկախ դառնալ։ Ես սկսեցի կարդալ գրքեր, հաճախել դասընթացների, համոզվել, որ շրջապատված եմ մարդկանցով, որոնք լավ բաներ ունեն ասելու, եւ սկսեցի օրագիր պահել։ Իմ ուսուցիչը սովորեցրեց ինձ՝ մի վստահիր հիշողությանը։ Եթե լավ բան լսես, գրիր այն։ Սկզբում գրում էի թղթի կտորների վրա, բայց դա չէր օգնում։ Հետո սովորեցի պահել օրագիր, բոլոր նշումներով։ Այնպես որ ձեզ էլ եմ նույնը խորհուրդ տալիս։ Պահիր օրագիր ամբողջ կյանքիդ ընթացքում։ Գրի առ ամեն մի հետաքրքիր միտք, վերընթերցիր գրածներդ, վստահ եմ այն քեզ իսկապես լավ կծառայի։ Եվ մի մոռացիր, աշխատիր քո վրա ավելի շատ, քան քո աշխատանքի վրա։ Զարգացրու հմտություններդ, սովորիր կյանքի դասերդ, ուշադիր եղիր, դիտարկիր։ Եվ մի մոռացիր, եթե դու փոխվես, ամեն ինչ կփոխվի քո շուրջը։